Եկեղեցին հոգևորականներն են, ինչպես բանակը զինվորականությունը, ու թյուրիմացություն է առանձնացնել այդ երկուսը։ Սոցիոլոգ Արթուր Աթանասյանը նկատում է, որ եկեղեցու դեմ արշաված իշխանությունը փորձում է ժողովրդին հավատացնել, թե իրենց նպատակը հայ առաքելական եկեղեցին քանդելը չէ, այլ պայքարն է որոշ հոգևորականների դեմ։ Եկեղեցին ոչ թե շենքերն են, այլ հոգևորականությունն է եւ մենք հավատացյալներս։ Եվ սա է կարևորը, այնպես որ հոգևորականների դեմ պայքարելով եկեղեցու մասին է պայքարը, այդպես է դրված խնդիրը։ Սոցիոլոգի տվյալներով մեր եկեղեցու ռեյտինգը Հայաստանում 3 անգամ ավելի բարձր է, քան Փաշինյանի իշխանության։ Հայաստանի ղեկավարությունը դրա վտանգները շատ լավ է հասկանում։ Ցանկացած падգամավորի առանձին ռեյտինգը վարկանիշ ավելի ցածր է, քան ցանկացած հոգևորականի։ Երբ որ մենք ասում ենք, օրինակ, սա պայքար չէ եկեղեցու, այլ հոգևորականների դեմ, ցանկացած հոգևորական այսօր ավելի հեղինակավոր է, քան ցանկացած падգամավոր։ Ամենայն հարգանքով լավ падգամավորների հանդեպ, բայց դա այդպես է։ Կարգալույծ հռչակված քահանայի մեջ ինքն իրեն է տեսնում Փաշինյանը, նկատում է սոցիոլոգը։ Հոգևոր պաշտոնը կորցրած Ստեփանն էլ փորձում է նմանվել Հայաստանի վարչապետին, խոսքը, պահվածքը, մտածողությունը։ Փարիսեցիները Առանց խոսք տարածելով առավել եւս այս տարածքում, այս սուրբ տարածքում, ուղղակի օբյեկտիվ լինենք, ստացվում է այնպես, որ մենք ունենք ղեկավար պետության, ով որ հեռացվել է բուհից, եւ հոգևորական, ով հեռացվել է եկեղեցուց, եւ իրենք հիմա միասին են, այնպես ինչպես եթե վատ երկու աշակերտ դուրս գար դպրոցից, հեռացվեին եւ խոսեին դպրոցի մասին, քննադատաբար Քննադատելը հիմա թրենդային է, նկատում է Աթանասյանը։ Անընդունելի է փորձագետի համար, որ արատավոր հոսքի տակ ժողովուրդը քարեր է նետում դարերով մեր ինքնությունը պահպանող եկեղեցու վրա։ Յուրաքանչյուրս մեր մասին սկզբից պիտի մտածենք, արդյոք մենք ամբողջ այս մեր կյանքում առաջնորդվել ենք բոլոր նորմերով, բոլոր արժեքներով, երևի չէ, իհարկե չէ, եւ մասնավորապես քաղաքականության մեջ գտնվողները հայտնի է, որ քաղաքականությամբ զբաղվողը բարոյականության եւ անբարոյականության միշտ շեմին է գտնվում եւ այդ մարդիկ չէ, որ պիտի դատեն եկեղեցու բարոյականության մասին։ Մեր պատմության ընթացքում հիմնականում արտաքին թշնամիների դեմ է պայքարել եկեղեցին, նկատում է սոցիոլոգը։ Փաշինյանը հիմա ուզում է ներքին թշնամություն հրահրել։ Գայանե Մովսիսյան, Ալբերտ Սերոփյան, Նորայր Շարբաթյան, Էլենի Ահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։